Ինչ է քաղցկեղը։ Քաղցկեղը կամ ռակը մենք գիտենք որպես ծանր ծայրահեղ հիվանդություն։ Իսկ ո՞նց է ինքը առաջանում։ Շատերը տենց թեորիապես պատկերացնում են կանցերոգեններ, տարբեր նյութեր, իսկ եկեք հասկանանք բջջի մակարդակում ինչա տեղի ունենում։ Գիտությունը ապացուցել է, որ քաղցկեղ բոլորիս մոտ էլ առաջանում է գրեթե ամեն օր։ Սակայն մեր իմունային համակարգը կարողանում է դա հաղթահարել։ Մեր բջիջները, ինչպես նաև մեր օրգանիզմը, մեր կյանքը ունի իր ապրելու ցիկլը։ Նա ծնվում է, զարգանում, մեծանում, այնուհետև մահանում է։ Քաղցկեղային բջիջների պարագայում այս process-ը ինչ որ ձևով խախտված է ու բջիջները սկսում են անկանոն բազմանալ ու սկսել ստեղից ընդեղից վեկալել տարբեր սննդարար նյութեր, որպեսզի կարողանան իրենք սնվել, իսկ օրգանիզմը հյուծել եւ սպանել, այնուհետև տարածվելով ամբողջ օրգանիզմում առաջացնելով մետաստազներ։ Քաղցկեղը առաջանում է ինչ մեխանիզմով։ Այդ process-ը, երբ որ տեղի է ունենում բջջի հասունացումը, ինչ որ պահի կանցերոգեն նյութերի ազդեցության տակ, օրինակ սիգարետ, տարբեր ուլտրամանուշակային ճառագայթներ, բարձր զարկերակային ճնշում, վատ նյութերի օգտագործում, այդ process-ը խաթարվում, խանգարվում, փչանում է, այդ բջիջների անկանոն բազմացման հետևանքով օրգանիզմի տարբեր մասերում առաջանում են քաղցկեղ։ Դրա համար քաղցկեղի բուժումը ինքնին շատ դժվար է, որովհետև դու գործ ունես քո սեփական հյուսվածքի հետ, որը ուղղակի չարացել է։ Բարի եղեք ու առողջ։